Ծանր հրետանային համակարգ DOS 1A։ Ծանր հրետանային ստորաբաժանումները նախատեսված են հրաձգային և տանկային ստորաբաժանումների կրակային աջակցման, մարտերի ընթացքում կրակային տարբեր դիրքերից մինչև 6 կիլոմետր հեռավորության և մեկ համակարգով 40,000 քառակուսի մետր մակերեսով պայմանական հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև զրահապատ տեխնիկայի շարքից դուրս բերման համար, որտեղ անհրաժեշտ են կրակի խտություն ու նշանակետերի խոցման արդյունավետություն։ Այս համակարգերը զինված ուժերի կառուցվածքում ունեն կարևոր դեր, ապահովելով ստորաբաժանումների գործողությունների աջակցություն։ Նրանց կիրառումը պահանջում է մասնագիտական բարձր պատրաստվածություն, ճշգրիտ հաշվարկներ և համակարգված գործողություններ, որոնք իրականացնում է փորձառու անձնակազմը։ Ռադիացիոն քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի առաքելությունն է հայտնաբերել, գնահատել և կանխել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական սպառնալիքները, ինչպես նաև իրականացնել համապատասխան պաշտպանության և վերականգնման միջոցառումներ։ Այս զորքերն ապահովում են պաշտպանության կարևոր ուղղություններից մեկը՝ ուղղված վտանգավոր գործոնների հայտնաբերմանը, կանխարգելմանը և հետևանքների վերացմանը։ Հանրապետության հրապարակ են մտնում հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության զորքերի պետ, հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի իշխանիշանի ասպետ գեներալ-մայոր Գարիկ Մովսեսյանի գլխավորությամբ։ Հակաօդային պաշտպանության զորքերը, հանդիսանալով զինված ուժերի կարևոր զորատեսակներից մեկը, իրականացնում են օդային տիրույթում պայմանական հակառակորդի հետ մղման և նրա օդային հարձակումներից երկրի պետական ու ռազմական նշանակության կարևորագույն օբյեկտների ու զորքերի պաշտպանության խնդիրները։ Հրապարակում են կարիճ զենիթային հրթիռային համալիրով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Մոտակա գործողության կարիճ ինքնագնաց զենիթային հրթիռային համալիրը նախատեսված է ցածր թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ու ոչնչացման, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ռազմական և արդյունաբերական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Համալիրի ներդրումը հնարավորություն է տալիս բարդ խանգարումային և եղանակային պայմաններում արդյունավետ պայքար մղել պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցների դեմ, ավտոմատացված ռեժիմում հայտնաբերել և միաժամանակ խոցել 4 թռչող օբյեկտ մինչև 5 կիլոմետր բարձրությամբ և 8 կիլոմետր հեռավորությամբ։